Պարոն Դերզյան, եթե ծանոթ եք իհարկե նախընտրական ծրագրին ԿՊ-ի, այնտեղ հստակ նախանշվում է ապագա Հայաստանի եւ ուղղությունը, քաղաքական ուղղվածությունը դեպի ԵՄ եւ հրաժարում Ռուսաստանից եւ ընդհանրապես արտաքին եւ ներքին քաղաքականությունն են նախանշել, սրա վերաբերյալ ինչպիսին է լինելու, եթե վերընտրվի Նիկոլ Փաշինյանը, օրինակ Չորրորդ հանրապետությունը, ինչպես ինքն է ներկայացնում։ Տեսեք, 2018 թվականի, եթե իրենց հայտարարություններին ուշադիր լինենք, որը վերաբերում էր Արցախին, Արցախը Հայաստանը եւ նոր պատերազմ, նոր տարածքներ, մենք տեսանք իրանքին ճարհավրիգ բերեցին պետության գլխին։ 21 թվականի արտահերթ խորհրդարանական դությունների ծրագիրը երբ բացում ենք, մենք տեսնում ենք շատ պարզ պատկեր, որտեղ նշվում է Յակոմսկի խմբի արկայությունը, հայոց ցեղասպանության հարցը, Արցախի հարցը, ամենակարևոր կետերից մեկն է 21 թվականի իրենց ծրագրում, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավոր, Արցախի ժողովրդի։ Մենք տեսանք, որ 21 թվականի ծրագիրը կյանքի չկոչվեց։ Նոր ծրագրերը իրենց կներեք ոչ մի բան են, քան պարզապես հերթական սուտը, հերթական ոչ մի բանը պարզապես, ես որից եկել չեմ կարող դրան լուրջ վերաբերվել եւ ասեմ ավելին, մի իշխանություն օրիորոք մենք տեսել ենք ամենաշատ կորուստները, ամենաշատ տարածքների կորուստները, ամենաշատ պատերազմները, իրենք չեն կարող խաղաղություն բերել։ Առավել եւս մենք տեսնում ենք, որ իրենց հայտարարություններից հետո առկա են բազմաթիվ հայտարարություններ Թուրքիայից եւ Ադրբեջանից, որոնք որ փաստացի խոսում են այն մասին, որ Հայաստանի նկատմամբ պահանջները շարունակվելու են սահմանադրությունից, զենքի նկատմամբ իրենց հայտարարությունները, որ վերահսկողություն պետք է լինի, թուրքերի, այսպես ասած, պայմանական ու ադրբեջանցիների վերադարձը, ինչպես իրենք են խոսում, վերջերս նաև հայտարարեցին, որ իբրև թե հայերը 1918 թվականին ուրեմն ցեղասպանել են իրենց եւ իրայել են միջազգային հարցում, որը հաստատեց Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, հավատալ մի իշխանության, որը որ դիվանագիտորեն ձախողվել է եւ բոլոր առումներով պարզապես տապալվել է, մեղմ ասած լուրջ չէ։ Ես չեմ կարող իրենց լուրջ վերաբերվել։ Իրենց խոստումները պարզապես հեքիաթ են։ Դա հստակ փաստ է։ Եվ պարոն Դերզյան, կուսակցությունը ինչ ձևաչափով է գոյատևելու, եթե չի մասնակցում ընտրություններին եւ փաստորեն խորհրդարանական կյանքում ներկա չի լինելու։ Տեսեք, ինչպես ասում են հայտնի ֆիլմում, հարսնացություն հյուսիսից ֆիլմում կոստյումը, որ պետք է գեղեցկացնի։ Հիմա մանդատով հարց չի լուծվում։ Պայքարը լինում է տարբեր ֆորմատների, հանրապետական եւ 18 թվականին հայ իշխանության թեթև ձեռքով չանցավ խորհրդարան, մենք հիշում ենք այդ պատմությունը, շարունակվում էր եւ շարունակում է իր աշխատանքը միջազգային հարթակում, միջազգային գործընկերների հետ հանդիպումներում եւ ես վստահեցնում եմ, որ բազմաթիվ միջազգային գործընկերներ բոլոր վեկտորներից իդեպ իրենց համար մեր պրոդուկտիվությունը, մեր դիվանագիտությունը որևիցե կերպ չի զիջում այն ֆորմատին, որը օրինակ իրենք կարող են ընդունել, եթե հանրապետականը լիներ իշխանություն։ Երկրորդը, կա շատ մի պարզ ճշմարտություն, այս իշխանությունը հեշտ չի զիջելու իր աթոռը եւ հանրապետականը թե բազմաթիվ այլ քաղաքական ուժերի, միավորումների, անհատների ցույցերի ընթացքում ցույց է տվել, որ մենք չենք գնում, այսպես ասած, առաջին ջութակը լինելու սկզբունքով։ Մենք գնում ենք աջակցելու, մենք գնում ենք պայքարելու, մենք որից է մեկին առանձին որպես այդպեսին չենք վերաբերվել, դե եթե մենք առաջին գծում չենք, այսպես ասած, ամբիոնի թիվ 1-ը չենք, ուրեմն մենք չպետքա լինենք այնտեղ։ Ոչ։ Մենք երբեք այդ սկզբունքով չենք շարժվել, երբեք այդ սկզբունքով չենք առաջնորդվել եւ մեր որոշումները բացառապես պայմանավորված են եւ պայմանավորված են լինելու պետական շահով։ Ըստ այդմ հանրապետականը շարունակում է լինել պայքարի խրամատում, հանրապետականը վստահաբար այս իշխանությունների դեմ պայքարի առաջամարտիկներից է, ինչը մենք ապացուցել ենք այն, որի տարբերություն շատերի երբեք չենք ձգտել իրենց կողքը տեղավորվել եւ ես վստահեցնում եմ, որ այն գործընթացը, որը մեկնարկել է 18-ից առաջ, ու 18-ից հետո նաեւ այն շարունակվելու է։ Դերզյան, երկու վարկած է շրջում հանրության շրջանում եւ քաղաքական շրջանակներում, թե ինչու չի ուզում մասնակցել հանրապետական կուսակցությունը, փարատեք, այդ մտահոգությունները։ Մեկը այն է, որ կուսակցությունը հույս չունի, ակնկալիք չունի, որ անցողիկ շեմը կհաղթահարի, մյուսն էլ այն է, որ կուսակցությունը չի հավատում, որ ընտրություններով հնարավոր է իշխանափոխություն։ Այն, որ մենք հայտարարել ենք, որ իրականում ընտրություններով, շատ մեղմ ասած, շատ բարդ է լինելու այս իշխանության հեռացնել, դա փաստ է։
այն, որ այս իշխանությունները արդեն խոսում են այնպիսի սցենարներից, ինչպիսիք օրինակ մեկը եղավ Մոլդովայում, մենք շատ լավ հիշում ենք, ասեմ ձեզ ավելին, երբ Մոլդովայում տեղի ունեցան ընտրություններ, Մոլդովայի արտաքին գործերի նախարարը եւ մի շարք իրենք պաշտոնյաներ կապ հաստատեցին Հայաստանի հետ։ Մենք հիշեցինք մի պարզ սկզբունք, թե ինչպես է Եվրոպական միությունը հայտարարել, հա, ես ներկայացուցիչները, որ Հայաստանի իշխանությունները դիմել են իրենց, որպեսզի իրենք օգնեն չմիջամտել, հա, արտաքին վեկտորների ընտրություններին։ Այսինքն Հայաստանի Հանրապետության վրա այս իշխանությունները ճակերտավոր ասած տղա են բերում։ Հիմա այս ամեն ինչի մեջ մենք հասկանում ենք, որ իրենք ցանկացած քայլի կարող են դիմել եւ դիմելու են, որպեսզի իրենց աթոռը պահեն։ Ըստ այդմ մենք դիտարկում ենք պայքարը որպես այդպեսին եւ ի սկզբան դիտարկել ենք ոչ մենակ ընտրություններով։ Որովհետեւ հա ինչ որ թթուխոս կամ այլ բան ես չեմ ցանկանում ասել այլ քաղաքական ուժերին, որոնք որ մասնակցելու են ընտրություններին, բայց կան ուժեր, որոնք որ մասնակցելու են ընտրություններին եւ իրենք ունեն շանսեր եւ բնականաբար դա շատ կարևոր է համատեղել, միքս անել, այսպես ասած, փողոցային պայքարի հետ որպես իշխանության նկատմամբ ճնշում եւ կան ուժեր, որոնց որ տապալումը պայմանական կարող է բերել շատ լուրջ հարվածին դիմադիր դաշտ։ Իսկ առաջին հնարավոր սցենարը, հա, այդ աթոռը որը կլինի ընտրություններից ընդառաջ։ Ցանկացած սցենար, ցանկացած, նա կարող է պարզապես ուժեր լինի չթողի ընտրությունների։ Մենք տեսնում ենք սցենարը օրինակ բացառում է։ Գիտեք ինչ, ես չէի բացառի, թե 23 թվականին եւ թե 25 թվականին Մոլդովայում տարբեր սցենարներ տեղի ունեցան։ Մեկի դեպքում ընտրություններից առաջ 2 օր շուտ որից է քաղաքական ուժի հանեցին ուղակի, հա, այդ այսպես ասած ցուցակից, ու իդեպ թեզերը շատ էլի նույնն էր, հա, ինքնիշխանության դեմ իբրև թե պայքար եւ այլն, նույն թեզերն էր։ Երկրորդը, երբ ուժեր կար, որոնց պարզապես չգրանցեցին։ Այսինքն Հայաստանում ցանկացած սցեներ հնարավոր է, հաշվի առնելով թե Հայաստանում ինչպես է ժողովրդավարությունը զարգանում, հա, 10 տարեկան երեխային դատելով, կալնավորելով, ինչպես են գրառումների համար մարդկանց փակում ամիսներով։ Մենք աթեստակ ականատես ենք լինում, սա լիբերալ ֆաշիզմ է, ոչ այլ բան։ Եվ բնականաբար այս իշխանությունը իրենց աթոռը պահելու համար ցանկացած քայլի պատրաստ են դիմեն եւ վստահաբար դիմելու են։ Այսինքն հնարավոր է, որ նաև որոշ կուսակցությունների չգրանցեն։ Իրենք շատ հանգիստ կարող են կուսակցությունների չգրանցել, իրենք շատ հանգիստ կարող են ընտրություններից առաջ մասկի շոու կազմակերպել եւ փորձելով, հա, քաղաքական ուժերի, անհատների, քաղաքական գործիչների, այսպես ասած, քաղաքական ողնաշարը կոտրելու համար գնալ ցանկացած քայլի։ Իրենք հասկանում են, որ ընտրությունների հետևանքով սա ոչ թե պարզապես մի իշխանություն է, որ 5 տարի մնաց հիմա պայմանական յակ կմնա, յակ կգնա, իրենք հասկանում են իրենց հանցագործությունները, ինչ հանցագործություններ են արել, որ իրենց սրտի դատավորները վաղ իրենց են դատելու, իրենց սրտի քննիչները իրենց քրեական գործերն են քննելու։ Դա հստակ փաստ է։ Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով եթեր Facebook-յան եւ դիմում է որոշ քաղաքական ուժերի, նրանց ասելով, որ իրենք այսպես ասած պատերազմի աստվածներ են, ինչ որ վտանգ է տեսնում պատերազմի Նիկոլ Փաշինյանը եւ մեղավորներ, պատասխանատուներ փնտրում, թե սա այլ բան է։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը խոսում է պատերազմներից, այն դեպքում, որ ամենաշատ պատերազմները ինքն է մեր գլխին բերել, ամենաշատ արհավիկները ինքն է բերել, դա փաստ է։ Դա ոչ թե կարծիք է, ոչ թե քաղաքական դիրքորոշում է, դա հստակ փաստ է։ Եվ հիմա խոսել այն մասին, որ ինքը կարող է բերել խաղաղություն, բացառված է։ Մենք հիշում ենք, որ դիվանագիտության մեջ կա մի հատ շատ հստակ սկզբունք։ Այն պրոցեսները, որոնք որ իրենք տարել են, որևիցե կերպ կապ չեն ունեցել Հայաստանի Հանրապետության պետական շահի հետ։ Դա բացառվում է։